Բնականում պատրաստում ունենք խաղից հետո բավական ժամանակ, շաբաթական ցիկլ ունենք, ժամանակ ունենք պատրաստելու, շատ լավ թիմը պատրաստվում է, ամեն ինչ իր հունով գնում է։ Գոհ եք թիմի մարզավիճակից։ Չեմ կարող ասեմ, որ թիմի մարզավիճակը լավ է, թիմը նոր հավաքում է, մարզավիճակ, ֆուտբոլիստներ կան, որ գիտեք, ուշ են միացել, մենք ամեն խաղին նոր կազմ ունենք, նոր ֆուտբոլիստներ ունենք, խնդիր ունենք կազմի ստաբիլության հետ կապված, դա խնդիր է, բայց կամաց թիմը կհավաքի, ֆուտբոլիստները կարևորը, որ պետք է ադապտացվեն մարզումներին, ադապտացվեն առաջնությանը, մեր պոտենցիալով ֆուտբոլիստներ ունենք երիտասարդ ֆուտբոլիստները շատ պոտենցիալով են, բայց նրանց պետք է ժամանակ եւ նրանք խաղան լավ ֆուտբոլ եւ կդառնան լավ ֆուտբոլիստներ, պոտենցիալ ունենք, թե թիմային տեսանկյունից, որպես թիմ, թե անհատական ֆուտբոլիստների տեսանկյունից կան լավ ֆուտբոլիստներ։ Պարոն Թորոսյան, խոսենք ընդհանուր սելեկցիայից։ Մրցաշրջանի սկզբում նշեցիք, որ այս գործում ամենակարևորը համբերությունն է։ Ես դա նորից կկրկնեմ, ամենակարևորը համբերությունն է։ Պետք է բոլորս էլ շատ համբերատար, շատ մեծ աշխատանք տանենք, ու դա մենք անում ենք, շատ մեծ աշխատանք ենք տանում։ Ամեն ինչ տենց արագ չի լինում, թիմը արագ չի կառուցվում, ֆուտբոլիստի պրոգրեսը տենց արագ չի լինում, լավ աշխատանքի եւ համբերատարության շնորհիվ մեր մոտ ամեն ինչ կստացվի։ Խոսենք մեր թիմի արդյունքներից։ Ունենք 5 խաղ, 5 միավոր, 1 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 պարտություն։ Այս հատվածում առաջնության այս արդյունքները մտահոգիչ են։ Մտահոգիչ ոչ մի բան չկա, որովհետև ամեն ինչ նոր է, մենք ուշադրություն չենք դարձնում դեռ մրցաշարային աղյուսակին, մենք ունենք ուրիշ խնդիր, մենք ունենք խնդիր կայանալու, մենք ունենք խնդիր թիմ դառնալու, մենք ունենք խնդիր պրոգրես ապրելու, դրանից հետո ունենանք խնդիր արդեն աղյուսակի հետ կապված։ Մենք ամեն խաղին մոտենում ենք մաքսիմալ, ամեն խաղին մենք պետք է լավ հանդես գանք, լավ ֆուտբոլ ցուցադրենք։ Չեմ կարող ես ասեմ, որ ես դժգոհ եմ թիմից, վերջի խաղից եմ ես դժգոհ, վերջի խաղի որակից եմ դժգոհ, բայց դա նորմալ է, դա պրոցես է, ու երկարատև պրոցես է, իսկ այդ պրոցեսի ընթացքում կլինեն եւ պարտություններ, եւ հաղթանակներ, եւ լավ խաղեր, եւ վատ խաղեր, թիմը ընդհանուր պետքա էփվի այս պրոցեսի մեջ։ Պարոն Թորոսյան, հուլիս ամսից այստեղ եք, կարելի է ասել ճակերտավոր Չարենցավանի բնակիչ եք, հա։ Բարենպաստ եղանակ է, խոսքս փոխաբերական իմաստ ունի, կարող եք նաեւ իհարկե ուղիղ պատասխանել։ Այո, ես շատ ժամանակ եմ անցկացնում Չարենցավանում, առավոտյան գալիս եմ, երեկոյան նոր վերադառնում Երևան, ուղիղ ասեմ, որ եղանակը շատ լավ բարենպաստ եղանակ է, բայց նաև երկրպագուների առումով շատ սպეციფიկ քաղաք է, ակումբ է, շատ կօգնեն մեզ երկրպագուները լավ եղանակ ստեղծելու առումով մեր թիմին որպես նոր թիմ պետք է աջակցություն, աջակցության շնորհիվ էլ ավելի լավ ֆուտբոլ կխաղա թիմը, էլ ավելի ոգևորված եւ մոտիվացված կլինեն։ Հանդերձայանում ինչպիսի մթնոլորտ է։ Հանդերձայանում շատ լավ մթնոլորտ է, շատ լավ կոլեկտիվ է, երիտասարդների, տարիքով ֆուտբոլիստների, այդ համադրությունը շատ լավ է ստացվել,
հանդերձանից ես շատ գոհ եմ, դա այդ էներգիան ես զգում եմ ամեն օր, շատ լավ կոլեկտիվ հավաքված։ Իսկ լեզուների այսքան բազմաերանգ լինելը, հա, մենք մեր կազմում ունենք հայ ֆուտբոլիստներ, ունենք վրացի ֆուտբոլիստ, ունենք Բրազիլիայից շատ ֆուտբոլիստներ, ինչ կասեք այդ Դա շատ բարդություն ինքն առաջացնում է կոմունիկացիայի հարցում, բայց ունենք ֆուտբոլիստ, որը որ հասկանում է ռուսերեն եւ խոսում է իսպաներեն, պորտուգալերեն, իր միջոցով ես փորձում եմ փոխանցել այն ամեն ինչ որ ուզում եմ։ Ճիշտ է, կա բարդություն, բայց այդ ձևով ինչ որ չափով փորձում ենք այդ բացը լրացնել։ Պարոն Թորոսյան, որպես գլխավոր մարզիչ, ամփոփելով մեր այս զրույցը, ինչ առաջադրակ եք դուք ձեզ համար սահմանել։ Դե ես որպես մարզիչ ուզում եմ, որ մենք ամեն խաղ հաղթենք, դրա ցանկությունը շատ մեծ է, բայց ես շատ լավ հասկանում եմ եւ ռեալ եմ գնահատում ամեն ինչը։ Ամենակարևորը պրոգրեսն է ֆուտբոլիստների, պրոգրեսը թիմի։ Ես կրկնվեմ, ունենք երիտասարդ լավ ֆուտբոլիստներ, որոնք պետք է աճեն, պետք է պրոգրես ապրեն, պետք է դառնան լավ ֆուտբոլիստներ, հենց այս պրոյեկտի միտքը է դա, որ այդ երիտասարդները դառնան լավ ֆուտբոլիստներ, իսկ մենք այդ պոտենցիալը ունենք։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։